Բարև, այսօր ես ու դու զրուցելու ենք, քեզ պատմելու եմ իմ բեմական գաղտնիքներից ու կիսվելու եմ շատ կարևոր գիտելիքներով։ Սովորելու ենք կառավարել վախն ու անհանգստությունը ելույթից, քննությունից առաջ։ Դե ինչ, գնացինք։ Սկսենք սկզբից։ Ինչի ենք բոլորս լարվում ու անհանգստանում։ Նախ պետք է իմանանք, որ դա շատ բնական, շատ մարդկային երևույթ է ու բոլորիս մոտ է այդպես, որովհետև բոլորս ունենք ուղեղի մարմնի նույն կառուցվածքը։ Ինչա տեղի ունենում։ Երբ որ մենք ելույթի ենք լինում, քննության, մեր ուղեղը դա ընկալում է որպես վտանգավոր մի բան։ Ազդանշան է ուղարկում մեր մարմնին, մեր մարմինն էլ իր հերթին է արձագանքում։ Հաճախասրտությամբ, ինչ որ սառը քրտինք կարող է հայտնվի ճակատին, ձեռքերը, ոտքերը սառչեն։ Եվ դա շատ նորմալ է։ Այս երևույթից վերջնականապես ազատվել չենք կարող եւ պետք էլ չի։ Բայց շատ կարևոր տեղափոխություն պետք է անենք, մենք կառավարենք այդ երևույթը, այդ անհանգստությունն ու վախը, այլ ոչ թե ինքը մեզ։ Երեք մասից է բաղկացած լինելու տեսանյութը, ինչ անել ելույթից, քննությունից ամիսներ, օրեր առաջ, ինչ անել բեմի վրա եւ ելույթից հետո։ Ինքնավստահ ու լավ կատարում ունենալու ամենակարևոր պայմաններից մեկը թերևս նյութը 150%-ով իմանալն է։ Ինչի եմ ասում 150։ Երբ որ պահը կգա, որ պետք է արդեն նվագենք, այդ անհանգստությունը կվերցնի իր բաժինը եւ մենք ունենանք 100%-անոց կատարում։ Դրա համար շատ աշխատում ենք, շատ պարապում ենք եւ իմանում ենք ոչ թե 100, այլ 150% մեր նյութը, այնպես որ փակ աչքերով նվագենք, կատարենք։ Այստեղ շատ կարևոր է սիստեմատիկ պարապմունքները, այսինքն այսօր 5 ժամ նվագեցի, վաղը մյուս օրը չեմ նվագել, ոչինչ, այն օրը 5 ժամ նվագել էի, անարդյունավետ։ Ավելի լավ է օրը 2-3 ժամ նվագենք, իհարկե լավ կլինի դրանից ավել, բայց այստեղ միտքը այն է, որ սիստեմատիկ պարապմունքներ լինեն, որովհետև դա է տալու լավ կատարում։ Որակյալ հաջորդ բանը շատ լավ է օգնում, երբ որ մենք ելույթից ամիսներ առաջ ստեղծում ենք այդ հանդիսատեսի ունկնդրի լարվածության էֆեկտը։ Դրան մեզ օգնական են լինում ձայնագրելը, նկարահանելը, մեր իսկ կատարումը։ Այսինքն նստեցինք, նվագեցինք, նկարում ենք, ձայնագրում ենք եւ հետո մի շատ կարևոր բան էլ ասեմ։ Օգտագործեք որպես շանս, երբ որ ձեր ընկերները, ընտանիքի անդամները կամ հարազատներն ասում են՝ մի բան նվագի, լսենք։ Ինչ ենք մենք ասում։ Չէ, մատներս փակա, գործիքս լարված չի, գործիքս մոտս չի, հիմա չեմ ուզում, հիմա չեմ կարող, անտրամադիր եմ ու իրականում դրանով թաքցնում ենք մեր վախերը, դրանք պատճառաբանություններ են, եկեք խոստովանենք։ Հենց ասում են՝ մի բան նվագի, լսենք, արա գործիքը վերցնում ենք ու նվագում ենք։ Դա շատ լավ շանս է, դա շատ լավ բացում է, դա շատ լավ ադապտացնում է մեր ուղեղը եւ պատրաստում է այն կարևոր ելույթին, քննությանը։ Մի շատ լավ պրակտիկա կա, որ ես իմ աշակերտների հետ անում եմ եւ օգտագործում եմ եւ դա շատ արդյունավետ է։ Մենք պետք է մեզ թույլ տանք սխալվել։ Ինչա տեղի ունենում, երբ որ մենք մեզ թույլ ենք տալիս սխալվել։ Աշակերտներին պետք է բացատրենք, եթե երաժիշտի ծնողներ եք ձեր երեխաներին կամ եթե հենց դուք եք երաժիշտ։ Պետք է հասկանանք, որ եթե մի կամ երկու սխալ լինի, կիքս լինի, դա ճակատագրական չի, դրանից ոչինչ չի փոխվելու։ Ժյուրին, հանդիսատեսը, ունկնդիրը դիտարկելու է ձեր գլոբալ կատարումը, ոնց կատարեցիք, ոնց եք հասկացել ստեղծագործության բնույթը, արդյոք պահպանել եք դրա ժանրը, թե ոչ։ Այլ ոչ թե նայելա, որ մի նոտա ավել կամ պակաս նվագեցիք կամ սխալ նվագեցիք։ Իհարկե լավ կլինի, որ ելույթը լինի անթերի, բայց 1-2 սխալը կիքսը ոչինչ չի փոխելու, հավատացեք ինձ։ Նաև շատ կարևոր է բեմական կեցվածքը, բեմի վրա քո պահվածքը, որի մասին եւս կխոսենք։ Հիմա աշակերտին կամ ինքներս մեր երեխաներին բացատրում ենք, որ եթե սխալվես, ոչ մի ճակատագրական բան չի կատարվի։ Կարևորը սխալվեցիր անցյալ առաջ, չես մտածում քո սխալի մասին։ Ոչինչ, դրանից ոչ մի բան չի պատահի եւ իրոք ոչինչ չի պատահի։ Եվ երբ որ մենք մեզ թույլ ենք տալիս սխալվել, մեր ուղեղն ունենում այդ իրավունքը սխալվելու, 99% դեպքերում չենք էլ սխալվում։ Այդպիսի հետաքրքիր պրակտիկա։ Նվագելու ժամանակ մտածում ենք առաջ, չենք մտածում, որ ես հիմա այս նոտաներն եմ նվագում։ Այդ ստեղծում է ավելորդ լարվածություն ու դա մեզ ընդհանրապես պետք չի։ Առաջ մտածեք, այս պահին նվագում եք այս, մտածեք, թե հետո ինչ եք նվագելու։ Այդ էլ է շատ լավ օգնում ու ավելորդ լարվածությունը հանում է։ Ինչ ենք անում ու ինչ չենք անում բեմի վրա։
Ուրեմն տեսեք, այդ նախապատրաստական շրջանում շատ լավ կլինի, եթե դուք հնարավորություն ունենաք նախապես տեսնելու այն դահլիճը, այն բեմը, որտեղ որ կատարելու եք, նվագելու եք։ Եթե նույնիսկ փորձի հնարավորություն չլինի, գոնե տեսնեք։ Սա եւս ինչ որ հանգստություն է մեզ տալիս, բայց եթե հնարավորություն չկա, էլի հոգ չէ։ Ուրեմն բեմ ենք բարձրանում, ինքնավստահ, ժպիտով, ոչ մի բանի մասին չենք մտածում։ Ունենք այն, ինչ ունենք։ Եթե հիմա մենք մտածեցինք, բայց կարող է այն կտորը չստացվի, դա մեզ ոչ մի բան չի տալի։ Արդեն վերջի օրը ոչինչ պետք չի ուղղել, ոչինչ պետք չի նորից մտածել, նորից անել, որովհետև դա օգուտ չի տալու։ Վերջ, ունենք այն, ինչ որ ունենք։ Հիմա երբ որ բարձրանում ենք բեմ, պետք չի շտապել, որ արագ-արագ սկսեմ, արագ-արագ նվագեմ ու շուտ փախնեմ ստեղից։ Չէ։ Բեմ ենք բարձրանում, մի հատ այդ բեմը մերն ենք դարձնում։ Շատ կարևոր է այդ նախապատրաստական փուլը ելույթից առաջ։ Ունենք կասկածելի նոտա, որը լարված չի, եթե տվյալ գործիքի հնարավորության սահմաններում օրինակ կանոնիկա մեկ այլ գործիքը լարում ենք, այդ մի նոտան ուղում ենք, նոր սկսում ենք ելույթը։ Ընտրում ենք հարմար դիրքը նախապես որոշված, եթե նվագակցության ուղեկցությամբ ենք, եթե անսամբլ ենք, պետք է այս ամեն ինչը ճիշտ հստակ նստենք, իրար տեսնենք կամ լսենք, ինչպես որ նախապես որոշված է եղել։ Պետք չի շտապել։ Այս փոքրիկ դետալները շատ կարևոր դեր են խաղում։ Օրինակ, մեզ համար օրինակ բերեմ կանոնահարների։ Եթե աթոռդ մի քիչ բարձր ցածր եղավ, քո հասակին համապատասխան չեղավ, նստելու ես, ոտքերը դողան ու դու արդեն չկարողանաս կատարես այնպես, ինչպես որ կկատարեիր, որովհետև դա քեզնից հավելյալ ուշադրություն է տանելու, մտածելու ես դրա մասին, որ ոնց անեմ ոտքս չդողա, ոնց անեմ ձեռքս ճիշտ դնեմ։ Դրա համար այս փուլը շատ կարևոր է, մի շտապեք, ելույթը արագ սկսեք, արագ նվագեք ու գնաք։ Հաջորդը շատ կարևոր է, երբ որ բարձրանում ենք բեմ ու սկսում ենք կատարել, մարդկանց աչքերի մեջ չնայենք, կոնկրետ մարդկանց։ Մեկը կարող է հայացք այսպես խոժոռացնի, մեկը ժպտա, մեկը հազափրշտա, մեկին էլ զանգ գա, դա մեզ չի վերաբերվում։ Ինչ է տեղի ունենում դահլիճում, դա մեզ չի վերաբերվում։ Պետք չի նայել մարդկանց աչքերի մեջ, պետք չի որսալ էմոցիաներ։ Նայում ենք բեմի հետևը, որտեղ որ աթոռներն են հետնամասում, որպեսզի այդ ավելորդ լարվածությունը չավելանա։ Հաջորդը շատ կարևոր է։ Մի լավ պրակտիկա կա, որը բեմի վրա շատ լավ է օգնում։ Երբ որ բարձրանում ենք բեմ, 2 հոգու առաջ ենք նվագում ու 200 հոգու, համոզված եմ դա ինչ որ բան է փոխում։ 200 հոգու մոտ, 2000 հոգու մոտ ավելի է լարվում, քան 2 հոգու մոտ, չէ՞։ Հիմա տեսեք, շատ կարևոր է, երբ որ բեմ ես բարձրանում, դու այդտեղից անում ես, վերանում ես։ Դու այդտեղ չես, քեզ ոչ ոք չի լսում։ Աչքերդ փակում ես, թե մտքով ես գնում, դու ես ու քո գործիքը։ Ոչ ոք քեզ չի լսում։ Պատկերացրու քեզ մի, չգիտեմ, թափանցիկ ինչ որ անոթի մեջ, որտեղից որ դու տեսնում ես, բայց քեզ ոչ ոք չի տեսնում ու չի լսում։ Հետո շատ կարևոր է այս կետի մեջ, որպեսզի դու լավ նախապատրաստված լինես, որպեսզի կարողանաս ամբողջությամբ տրվես այդ ելույթին։ Նվագեցինք, վերջացրեցինք։ Բեմից դուրս գալը։ Հանգիստ չենք փախչում բեմից, վախենալու ինչ որ տեղ չի։ Բեմն է, որը որ նոր մերն էր, չէ՞։ Ուրեմն վեր ենք կենում, հանգիստ, առանց շտապելու, խոնարհվում ենք ժպիտով, անպայման մեջքը ուղիղ։ Ինքնավստահ դուրս ենք գալիս։ Եվ վերջացնում ենք մեր կատարումը ու ընդունում ենք այն, որ անկախ նրանից լավ նվագեցինք, վատ նվագեցինք, դա մի աստիճան էր, բայց այդ աստիճանը քեզ կտանի ներքև թե վերև, արդեն դու կընտրես։ Ոնց կընդունես, ոնց այդ փորձը քո միջով կանցկացնես։ Հիմա շարունակում ենք ինչ անել ելույթից հետո եւ ինչ չանել ելույթից հետո։ Երկու տարբերակ ենք դիտարկելու։ Ելույթ ենք ունեցել շատ վատ, այնպես ինչպես որ երբեք չենք ուզի, եւ հաջորդը շատ լավ ելույթ ենք ունեցել, լավ կատարում ենք ունեցել։ Սկսենք առաջինից։ Նվագել ենք շատ վատ, շատ սխալներ ենք արել, մեծ բեմի վրա անհանգիստ ենք պահել ու լավ չի ստացվել։ Ինչ ենք անում։ Նախ առաջին հերթին մեզ չենք քննադատում, մեզ չենք տանջում, մեզ չենք քարկոծում, որ այ ես շատ վատն եմ, որովհետև ես վատ նվագեցի, ես վատ երաժիշտ եմ, ես ինչ երաժիշտ եմ, ընդհանրապես պետք է մոռանալ այս գործիքի մասին, ուրիշ մի բան մտածել, չէ, այդպես չի։
Շատ կարևոր է հասկանալ պատճառը։ Ինչի այդպես եղավ, չէ՞, ամեն ինչ իր պատճառն ունի, ամեն ինչ, նույնիսկ ամեն փոքր գործողություն կենցաղային անգամ իր պատճառն ունի։ Ինչի այդպես եղավ, ինչի սխալ նվագեցի, ինչի ավելի լարվեցի, քան հիմա 3 գլոբալ հիմնական կետեր կան։ Առաջինը դա այդ լարվածությունն ու անհանգստությունն է, որը ոչ թե դու ես կառավարել իրեն, այլ ինքն է քեզ այդպես կառավարել, վերցրել է ու չես կարողացել նվագես։ Հաջորդը դա ոչ լավ պատրաստված լինելն է։ Նյութդ լավ չես իմացել, կամ չես հասցրել, կամ ալարել ես, լավ չես պարապել։ Իմիջայլոց, եթե շատ եք ալարում, եթե անդադ ասում են, դե վեր կաց պարապի, դե գոնե 10 րոպե նվագի ու դա անընդհատ ամբողջ տարվա ընթացքում, ապա լավ մտածեք ձեր մասնագիտական ընտրության մասին, արդյոք դուք իրոք ուզում եք երաժիշտ լինել, որովհետև իհարկե կլինեն օրեր, կլինի ինչ-որ փուլ ժամանակաշրջան, երբ որ դուք հիվանդ կլինեք, երբ որ դուք հոգնած կլինեք, ինչ-որ բաներից հիասթափված կլինեք կամ անտրամադիր ու չեք ուզենա գործիքին մոտենալ, բայց սովորաբար երաժիշտի ուղեղում անդադ իր գործիքն է, անդադ իր ստեղծագործություններն են, անդադ ինքը այդ էմոցիաներն իր մեջ անցկացնում է, ապրում է, տեսնում է գործիքը ուզում է նվագի, այ դա շատ բնական կարգավիճակ է երաժիշտի համար։ Եվ կարևոր, պետք է երաժիշտը ձգտի նվագի, ձգտի պարապի, մի վայրկյան ավել գտնի, գնա արագ նվագի գա։ Ոնց հասկանանք, սառը գլխով լավ ենք նվագել, թե վատ։ Իրականում այդ պահին այդքան էլ չես գիտակցում, էմոցիաների ազդեցության տակ, վախերի, անհանգստությունների ու լարվածության ազդեցության տակ չես կարող adekvat գնահատական տալ քո ելույթին։ Դրա համար Փառք Աստծո, հիմա մենք ունենք այդ հնարավորությունը, նկարեք, ձեր ելույթը նկարեք, ձեր ընկերներին, հարազատներին, մեկն ու մեկին խնդրեք, հաստատ դահլիճում մեկը կգտնվի, ով որ կհամաձայնվի ձեզ նկարի։ Սառը գլխով նայեք ձեր ելույթը, անկախ նրանից թվում է լավ, թե թվում է վատ։ Մի հատ նայեք, ձեր միջով անցկացրեք, անալիզ արեք, շատ կարևոր է։ Եթե անհաջող է ստացվել ելույթը, մի հեռացրեք այդ մտքերը ձեզնից, մի վանեք, ապրեք այդ էմոցիան, այդ հիասթափությունը, թեկուս, այդ տհաճ զգացողությունները, ապրեք, հանեք ձեր միջից։ Հետո շատ կարևոր է ելույթից հետո հանգստանալ, որոշ ժամանակ ձեզ հանգիստ թողեք։ Մի նվագեք, ձեր մատները, ձեր միտքը, ձեր ուղեղը հանգստի կարիք ունի, որպեսզի այդ էմոցիոնալ բեռը թոթափվի։ Երրորդ այդ գլոբալ կետը անհաջող ելույթի, դա արտաքին գործոններն են, այսինքն այն ինչ որ մեզից կախված չի։ Լուսավորությունը լավ չէր, գործիքից լարը չտեսա, ինձ չլսեցի, ինչ որ մի բան այն չէր, ոնց որ պետքա լիներ, չկանգնեցի այնտեղ, որտեղ որ պետքա կանգնեի, չլսեցի իմ նվագակցողին։ Այս արտաքին գործոններն են, որոնք որ ձևավորում են այդ վատ կատարում ասվածը։ Բայց նորից եմ ասում, վատ կատարումը, վատ ելույթը մի ընդունեք որպես ինչ-որ ճակատագրական մի բան, դա եւս փորձ է եւ դա, ինչպես ասեցի, աստիճան է, որը որ ձեր ճիշտ ընտրության պարագայում տանելու է վերև, դա շատ լավ փորձ է։ Ու շատ կարևոր բան ասեմ, որպեսզի այսպես ձեր խիղճը հանգիստ լինի, վատ ելույթ գոնե մի անգամ ունեցել են բոլոր մարդիկ, անգամ ամենապրոֆեսիոնալ երաժիշտները, աշխարհահռչակ երաժիշտները։ Դա բնական է, դա մարդկային է, շատ ու շատ։ Մենք ռոբոտներ չենք, մեզ վրա, մեր ելույթի վրա կարող է նույնիսկ ազդի մեր այդ օրվա տրամադրությունը, թե մենք փողոցում քայլելուց մի բան տեսանք, տխրեցինք ու գնացինք այդ հուզված վիճակում կատարեցինք ու դա ազդեց մեր վրա, դա շատ մարդկային է, խնդրում եմ, ձեզ խիստ մի դատեք, ձեզ մի տանջեք, մի քարկոծեք, սա նրա մասին չի, որ ձեր գործին, ձեր կատարմանը անտարբեր կամ մատների արանքով վերաբերվեք, սա նրա մասին է, որ ընդունեք ձեր էմոցիաները եւ այդ պարագայում դուք ինքներդ ձեզ ավելի լավ հասկանալով միանշանակ գնալով ավելի ու ավելի լավ եք ելույթ ունենալու։ Իսկ հիմա մյուս տարբերակը շատ լավ ելույթ եք ունեցել, փայլուն ելույթ։ Տեսնենք ինչ պետք է անենք դրանից հետո։ Մեր ելույթը նկարել ենք, սառը գլխով նայել ենք, հասկացել ենք, որ շատ փայլուն ենք նվագել։ Իհարկե, իմիջիալոց ասեմ, երկու պարագայում էլ այդ ինքդ քեզ գովելու, ինքդ քեզ մի լավ խոսք ասելու, որ ապրես, դու այս փորձությունը հաղթահարեցիր, որովհետև դա իրականում, այո, փոքրիկ փորձություն է եւ գուցե եւ մեծ փորձություն է։ Պետք չի միայն լավ ելույթի ժամանակ քեզ գովես, լավ խոսք ասես։ Վատ ելույթի ժամանակ էլ եւս կարեւոր է, որ դու քեզ ասես, որ ապրես, դու այս փորձառությունն ունեցար ու սա շատ կարեւոր է լինելու քո ճանապարհին։ Հիմա
Լավ ելույթից հետո չենք մեծամտանում, չենք ասում, որ վերջ, ես աշխարհի բոլոր գործերը նենց եմ նվագելու, այս գործն ինչ այս, ես աչքերս փակ կնվագեմ, սկի չեմ էլ մտածի։ Այդ շատ վատ բան է, այդ երաժիշտի առաջ sense պատ է, ու շատ վատ է, փակում է քո բոլոր այն հնարավորությունները, որ դու կարայիր ունենայիր։ Հետո մի հատ շատ կարևոր բան էլ ասեմ, որ ելույթի ընթացքում չենք մտածելու, որ ինչ անեն, ոնց նվագեմ, որ 20 ստանամ, 18 ստանամ, ինչ անեն, որ լսեն, ասեն շատ լավ էր, ասեն լավ կարծիքի մասին կազմեն։ Ամենակարևոր բանը, որ դու ինքդ քո համար լավ կատարես։ Մտնում եմ, կատարում եմ, դուրս եմ գալիս։ Կատարեցի, ինքս իմ համար շատ լավ թող լինի։ Եթե սովորաբար ինքդ քեզ գոհացնելը ամենաբարդ բանն է երաժիշտի մոտ, չգիտեմ, ինձ թվում է այդպես է, եթե դու ինքդ քեզ գոհացրեցիր, համոզված եղի, որ քո հանդիսատեսն էլ, քո ունկնդիրներ գոհ կլինեն քո կատարումից եւ կհիանան։ Այսինքն չենք մտածում 20 ստացա, 18 ստացա, չգիտեմ, ինչ մտածեցին իմ մասին, գնացին ինչ խոսեցին իմ մասին։ Այդ նյութական բաներ, այդ գնահատականը, այդ չգիտեմ, թվանշանը խանգարում է, որ կատարումդ հոգուցդ բխի, այդ հոգևորին խանգարում է այդ նյութական, այդ աշխարհիկ բաների մասին մի մտածեք բացարձակ, թող լինի այնպես ոնց որ կլինի։ Դուք լավ կատարեք, դուք ձեր խղճի առաջ մաքուր եղեք, որ դուք լավ պարապել եք ու դուք լավ եք այսօր կատարել։ Թե ինչ կստանաք, թե ինչ կասեն ձեր մասին, դա արդեն մյուս պլան է։ Երկրորդ պլան չի, իհարկե, երաժիշտ ես, բեմի մարդ ես, հասարակության փոխհարաբերություններից է ձևավորվում քո հաջողությունը, բայց դա պետք չի դնել առաջին պլան։ Աշխարհիկ բաները, գնահատականը, չգիտեմ, էս։ Լավ կատարի, հոգովդ զգա այդ գործը մեջովդ անցկացրա, սիրուն, հանի վերև ու ապրի։ Իմացի, որ եթե ոչ մի տարուց, 3-ից 5 տարուց այս նույն բանը, որ նվագել ես ու քո համար փայլուն է եղել, լրիվ ուրիշ ձևով ես կատարելու, լրիվ ուրիշ ձև ես հասկանալու ու մտածել։ Դա կարա լինի ամենափոքրիկ 4 տակտանոց ստեղծագործությունը, եւ ասեմ, իմիջիայլոց փոքր ստեղծագործությունները, փոքր ծավալ ունեցող ստեղծագործություններ շատ ավելի բարդ է նվագելը, մանավանդ դա կարա լինի հոգևոր, դա կարա լինի ֆոլկլոր, դրանք շատ բարդ են կատարելը։ Դրա համար չենք մտածում, որ վերջ, ինձ ամեն ինչ տրվել է, ես այս գործը ծերից ծեր գիտեմ, վերջ, ինձ էլ ոչ ոք, ոչ մի բան չի կարա ասի։ Ես ամենալավ երաժիշտն եմ աշխարհի։ Այդպես չենք անում, մեր առաջ էլ պատ չենք դնում։ Եթե նույնիսկ ստացել եք 20, ստացել եք աշխարհի բոլոր գովեստները, դա չի նշանակում, որ պետքա չպարապել կամ չգիտեմ, որ դուք էլ չունեք առաջ գնալու տեղ։ Միշտ կա, միշտ լավից լավը կա ու շատ կարևոր է, որ չնայես, որ այս ինչը ինձ լավ է նվագում, թե ես եմ լավ նվագում, ձգտի լինել քո լավ տարբերակը։ Այսօր ավելի լավն եմ ես, քան երեկ էի ես։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ համեմատությունները, որոնք շատ հաճախ լինում են այս ասպարեզում, սրանք շատ են մեզ խանգարում։ Պետք չի, դա մեզ պետք չի։ Մեր վերջնանպատակը լավ երաժիշտ, լավ կատարող լինելն է։ Ինքներս մեր առաջ ու հետո նոր դիմացինի։ Եվ վերջում, բայց առաջին հերթին։ Շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ երաժիշտ լինելը դա Աստծուց տրված շնորհ է։ Այսինքն մենք ծնվել ենք երաժիշտ, թե արդեն մենք կպարապենք, չենք պարապի, կալարենք, թե չենք կալարի, մենք ծնվել ենք երաժիշտ։ Այդ շնորհը Աստված մեզ տվել է։ Ու շատ կարևոր է, որ ամեն քրիստոնյա մարդ ինչպես է օրը սկսում, օրվա մեջ աղոթում է, հավատում է։ Եվ սա եւս մի հնարավորություն է, այս քննությունները, այս ելույթները, որպեսզի մենք հավատանք այդ շնորհին, հավատանք մեր Աստծուն։ Ինքը մեզ շնորհել է, չէ՞, ինքը մեր կողքին է այդ ելույթի պահին էլ, ամեն վայրկյան էլ հավատացեք, աղոթեք, թե ելույթից առաջ, թե ամեն ժամանակ, չէ՞ որ ելույթը, քննությունը դա մի գործ է, կա քրիստոնեական աշխարհում աղոթք գործից առաջ։ Արեք այդ աղոթքը, խնդրեք ձեր Աստծուն, որպեսզի ամեն ինչ շատ լավ լինի եւ մի մոռացեք շնորհակալություն հայտնել թե շնորհի համար, թե ելույթի համար, թե ամեն վայրկյանի համար։ Իսկ ես քեզ մաղթում եմ փայլուն ելույթներ, հիանալի ճանապարհ եւ իմացիր, որ քեզ մոտ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Իսկ դու սեղմիր լայքի կոճակը եւ բաժանորդագրվիր իմ YouTube-յան ալիքին, որպեսզի իմանաս կարևորի մասին։